Diamond Challenge-ը կրկին Դիլիջանում է արդեն 9-րդ անգամ ստեղծարար եւ նորարար մտքի այս յուրօրինակ հարթակը մեկ հարկի տակ է միավորում Հայաստանի մարզերի ավագ դպրոցների պատանիներին եւ աղջիկներին։ 2017-ից Դիլիջանի համայնքային կենտրոնը ԱՄՆ-ի Դելավերի համալսարանի պաշտոնական գործընկերն է մեր երկրում։ Հնարավորություն ընձեռելով ամերիկյան երիտասարդական ձեռներեցության միջազգային մրցույթին մասնակից դարձնելու նաեւ մեր շնորհաշատ աշակերտներին։ Դիլիջանի միջազգային դպրոցում կայացավ հայաստանյան կիսաեզրափակիչ փուլը, որտեղ իրենց բիզնես գաղափարներով մրցում էին տարբեր մարզերի 10 թիմ։ Միջազգային ժյուրին, առցանց ժյուրին, որը ընտրում է մեր գործընկեր ԱՄՆ Դելավերի համալսարանը, իրենք ընտրում են յուրաքանչյուր երկրի լավագույն տասնյակին, այնպես որ արդեն այստեղ են լավագույն տասնյակը Հայաստանը ներկայացնող, որից պետք է ընտրվի հաղթող թիմը։ Ամեն տարի երեխաները առանձնանում են իրենց յուրօրինակ մտքով, ստեղծարար եւ նորարար մտքով եւ աշխարհը դեպի լավը փոխելու իրենց հաստատուն քայլերով։ Շատ կարեւոր է, որ այս համատեքստում Դիլիջանի հանրահռչակմանն է նպաստում, այս մրցույթը։ Իսկ նոր ու համարձակ գաղափարների պակաս չկար։ Հայաստանյան գնահատող հանձնաժողովի համար հեշտ չէր ընտրելու լավագույնին։ Դիլիջանցի ավագ դպրոցականների թիմը օրինակ պատրաստել է մի սարք, որն օրգանական թափոնները վերածում է էլեկտրականության եւ գազի։ Նրանց համոզմամբ խնդիրը ակտուալ է։ Մենք նկատեցինք, որ շատ օրգանական թափոններ էին կորում առանց որևէ օգուտ վերցնելուց դրանց։ Ընդհանրապես մեծ ֆերմաների մասշտաբով են այս պրոյեկտը օգտագործում, բայց մենք որոշեցինք փոքրացնել ռեստորանների մակարդակով, որտեղ իրանք օրական մինչև 30 կիլոգրամ օրգանական թափոններ են ունենում։ Այդ օրգանական թափոնները անցնում են միկրոբների միջով, վերածվում են բիոգազի, բիոգազը ֆիլտրվում է, արդեն դառնում է մեթանգազ, որը արդեն կարող է օգտագործվել կամ հենց որպես գազ իրավիճակով, կամ էլ փոխում ենք իրեն էլեկտրականություն ենք դարձնում։ Ամեն տարի մրցույթի հանդեպ հետաքրքրության հետ աճում է նաև մասնակիցների թիվը։ 2018-ից ի վեր մարզերից 576 աշակերտ են ներգրավվել մրցույթում։ Այս տարիներին հաղթող ճանաչված 6 թիմ, որոնցից միայն 3-ը Դիլիջանից, մեր երկիրը պատվով ներկայացրել են միջազգային հարթակում։ Իսկ այս տարվա հաղթողը Գյումրիի թիմը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ում, Դելավերի համալսարանում կայանալիք եզրափակչում, խուլ ու համրերի համար նախատեսված հատուկ թևնոցի իր նախագծով, ըստ որի արհեստական բանականության կիրառմամբ ժեստերը վերածվում են իրական խոսքի։ Իրնամ Կրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։